Հայաստանում կեղծիքներով անցած ընտրություններից հետո ընդդիմությունը այնուամենայնիվ որոշեց մանդատները վերցնել եւ պայքարը շարունակել նաեւ ԱԺ-ում, մասնավորապես խոսքը գնում է Ուժեղ Հայաստանի մասին եւ այս եւ այլ հարցեր շուրջ այսօր ես զրուցել եմ հենց Ուժեղ Հայաստան դաշինքի պատգամավոր Գառնիկ Դավթյանի հետ։ Ողջույն Գառնիկ ջան։ Շնորհակալ եմ հարցազրույցին համար։ Սիրով։ Ոնց ասում են միշտ պատրաստական։ Շնորհակալություն։ Ընտրությունները անցան բռնաճնշումներով, կեղծիքներով եւ ընտրությունների հենց գիշերը ազգակործան պատուասը դեռ հաշվարկը չավարտված հայտարարեց, որ իրենք են իբրև թե հաղթել եւ մարտիկ կարծես թե սպասում էին հետընտրական զարգացումների, որոնք որ մեծ հաշվով տեղի չունեցան։ Ավելին ընդդիմությունը եւ տվյալ դեպքում Ուժեղ Հայաստանը որոշեց, որ գնում է պարլամենտ։ Ինչու՞։ Ինչ խնդիր ենք լուծելու պարլամենտում եւ որն է հաջողության հասնելու մարտավարական ճանապարհը, կամ ճանապարհային քարտեզը այս իշխանություններին հեռացնելու։ Մինչև հարցին պատասխանելը կուզեի երկու կարևոր դիտարկում անեի, առաջինը կապված ուրեմն ընտրակեղծիքների եւ իհարկե փողոցային պայքարի տրամաբանությամբ, որովհետեւ գիտեմ սոցիալական ցանցում շատ է քննարկվում դա։ Ես սրա մասին մի քանի անգամ կարծիք հայտնել եմ, բայց կարիք է նաեւ ձեր լսարանը հասանելի դարձնել։ Ես ավելի քան համոզված եմ, որ սոցիալական ցանցում գեներացված փողոցային պայքարը իրապես գետնի վրա տարբերվում է իրական փողոցային պայքարից։ Ես տեսել եմ այդ կոչերի եւ հայտարարությունների տակ ոչ թե ռեալ փողոցային պայքարի ցանկություն, այլ պարզապես ընտրություններում Ուժեղ Հայաստան դաշինքի ցանկալի արդյունքին չհասնելու անկարելիության խնդիրը ել ավելի խորացնելու տակ։ Ինչու եմ այսպես ասում, որովհետև գիտեք, տարբեր փողոցային պայքարներում ներգրաված եղել եմ, մի խոսքով ճանապարհ փակելուց եւ մնացած այլ գործողություններում, այստեղ միշտ կարևոր տարանջատում պետք է լինի ռեալ փողոցում գտնվող մարկանց եւ այսպես ասած տելևիզորից էսկոմ, հա, մարկանց օնլայն նայող։ Միշտ դրանք շատ մեծ տարբերությամբ են եղել։ Փողոցային պայքարի մարդիկ սկզբնական փուլում, հա, միշտ ավելի, ասում եմ, փողոցից դուրս տանանստած մասից ավելի քիչ են եղել։ Եվ այն մարդիկ, ովքեր որ ես չեմ ասում բոլորն են այդպես, պարզապես գիտեմ, որ այդ քաղաքական ուղղությունը հատուկ միտումնավոր էր տարվում, որպեսզի մենք այդ դրա ճնշման տակ դուրս գայինք փողոց, բայց մենք լավ գիտենք, որ փողոցային պայքարը հիմա այս պայդրությամբ արդյունավետ չէր լինի, որովհետև մենք ունենք նոր իրականություն ընտրությունների պարագայում եւ 21 թվականի խորհրդարանը որպես այդպեսին արդեն մայրամուտին է մոտենում, այսինքն նոր խորհրդարան է ձևավորվում, չնայած նրան, որ օրինակ Հայաստան դաշինքը շարունակում է մնալ խորհրդարանում, իսկ ուղղակի քաղաքական անկալումն է որպես այդպեսին մեկնաբան։ Սա այդ մասով, ընտրակեղծիքների մասով այստեղ մենք վիճելի հարց չունենք, իրականում ճիշտ եք ասում, ընտրակեղծիկ ասված ինքը երևի թե ավելի մեղմիկ նկարագրություն է այն process-ների նկատմամբ, որոնք եղան հունիսի 7-ի օրը 2026 թվականի եւ կոնկրետ Ուժեղ Հայաստան դաշինքի պատասխանատուների մարզայինների մասն է խոսքի եւ նաեւ Երևան քաղաքի եղել է գրասենյակի ուրեմն աշխատանքի կասեցման խնդիր, ուժայինները դիմակներով։ Այո, եւ բոլոր այն ճնշումները, որոնք եղել են մինչեւ ընտրություններ, չնայած դրան, որ Նիկոլ Փաշինյանը շատ էր ուզում ներել համադական մեծամասնություն, չունեցավ դա։ Ի շնորհիվ մեզ ընտրող եւ այն մարկանց, ովքեր որ հունիսի 7-ին գնացին ընտրությունների եւ սրա մասով ոչ թե ուղղակի գեղեցիկ խոսքերով շնորհակալություն ենք հայտնում, որովհետեւ իրապես դա կարեւոր քայլ էր մարկանց կողմից եւ իրենց պետության հանդեպ պարտքը կատարելու եւս մի ձև էր։ Այն մարդիկ, ովքեր մասնակցել են եւ ձայնը տվել են ընդդիմությանը եւ հատկապես մեզ, ես որպես կուսակցության ներկայացուցիչ իմ խորին շնորհակալություն եմ հայտնում այդ բոլոր մարկանց եւ այն մարկանց, ովքեր մեզ ձայն չեն տվել, ես վստահ եմ, որ այն ինչ որ մենք խոստացել ենք ընտրությունների շրջանում, դա կլինի տնտեսական փոփոխություններ, դա կլինի քաղաքական խոսույթի նոր մոտեցում, դրանք անպայման գետնի վրա տեսնելու են։ Եվ ինչպիսի մարտավարություն կա, ես այսպես ասեմ, որպեսզի մենք կարողանանք հասնենք մեր բաղձալի երազանքին, կարծում եմ բոլոր հայրենատեր մարդիկ, ովքեր իրենց հայրենիքի հանդեպ անգամ 1% սեր ունեն,
ցանկանում են Նիկոլ Փաշինյանի հեռացումը։ Նոր իշխանության, նոր ղեկավարի օր առաջ, այո։ Այո, օր առաջ իրան մերժել է, իրան ընդհանրապես իր պաշտոնից հեռացնել։ Եվ որպեսզի մենք կարողանանք դա անել, հարկավոր է խորհրդարանում ունենալ այնպիսի ծավալով ընդդիմադիրներ, որոնք կարողանան չնայած նրան, որ հիմա էլ կան, բայց հարաբերական առումով թվային ՔՊ-ի մասով այս անգամ ավելի քիչ ՔՊ-ը հարկավոր լինելու ժողովրդի պահանջը կատարելու համար։ Եթե մինչ այդ շատ էր, դրա ուղիղ կեսը հիմա է, այսինքն այս նոր խորհրդարանում, որը պետքա դեռևս ձևավորվի։ Հիմա կասեք, ինչպեսի երաճիկներ կան, որ ձեր մոտից չեն տանել, ես միանգամից կոնտր հարցին փորձեմ պատասխանել։ Դա տեսնում ենք, որ նախորդի պարագայում ցավոք սրտի այդ փորձը կա։ Այո, ես այսպես ասեմ, 100% երաշխիք տալ, որ ԿՊ-ն հաստատ ձեն չի տա կամ մեզնից ձեն չեն գողանա, ես կարող եմ մեր մասով հաստատ ասել, բայց ԿՊ-ի մասով կարող եմ պնդումներ անել։ Մեր թիմի ժողովուրդը, մեր թիմակիցները, իմ թիմակիցները յուրաքանչյուր անհատականություն է ու իր մեջ ունի եւ որպես նոր դեմք, որը մինչ այդ քաղաքականության մեջ առհասարակ խորացված չի եղել եւ մարդիկ ցանկացել են նոր դեմք տեսնել, որտեղ մենք ժողովրդի ցանկությամբ ենք առաջնորդվում։ Եվ կան հղկված մարդիկ, ովքեր փորձառություն ունեն, անցել են տարբեր զրկանքների միջով եւ իհարկե հիմա փորձում են իրենց ներուժը ծառայեցնել հանուն Հայաստանի Հանրապետության։ Այս երկուսի, այսպես ասած, միքս իրար հետ տալիս է այն որակական հատկանիշները, որոնք կարող են գործածել ազգային ժողովում։ Ես գիտեմ, որ հեշտ չի լինելու, ոչ մեկ չի ասում, որ Նիկոլ Փաշինյանի թիմի եւ իր ուսապարկետ ցանկալի քննարկում կարող է լինել կամ հնարավոր չի լինել։ Պարզապես մենք չենք կարող այն մարդիկ, ովքեր որ վստահություն են տվել եւ չեն տվել նրա համար, որ մենք մենակ մանդատից հրաժարվենք, որովհետեւ դա ըստ երևույթին սահմանադրական ճգնաժամ չի ստեղծում ազգային ժողովում։ Մենք լսել ենք տարբեր հայտարարություններ հանձինած Ալեն Սիմոնյանի, որ եթե չգան այս ընդդիմությունը կբերենք ուրիշներ, կգան ուրիշներ ըստ երևույթին։ Ես վստահ եմ, որ եթե անգամ մանդատ չվերցնեինք, ավելի վատ հարցեր, ավելի կոշտ քննադատություն, արդարացի քննադատություն կլիներ այդ առումով, այսինքն կասին դուք չգիտեիք, որ նման սցենար կարող լիներ, ձեր փոխարեն գային օրինակ Վազգեն Սարգսյանի եղբայրը,